Այսօր ես ձեզ կպատմեմ մի մարդու կյանքի պատմություն, հայի պատմություն, որի անունը շուրջ 2000-ամյակ ամեն մեկս գոնե մի անգամ հպարտությամբ արտասանել է։ Բարև ձեզ, դուք արդեն ինձ ճանաչում եք, ես Վարդուհի Սարգսյանն եմ, իսկ խոսքս Արտաշեսյան տոհմի թագավոր Տիգրան Մեծի մասին է։ Բայց այսօր ես չեմ խոսելու թվերի մասին, ես խոսելու եմ մարդու կյանքի պատմության մասին։ Ինչպես գիտենք, նրա նախորդը հորեղբայրը Արտաշես առաջինը անժառանգ էր և Տիգրան Մեծը փոքրուց մեծանում էր որպես թագաժառանգ։ Բայց ինչպես բոլորիս կյանքն էլ, նրա կյանքն էր լի էր տարբեր իրադարձություններով ու 25 տարեկան էր, որ հորեղբայրը Պարթևների պատերազմի հետ պարտվեց և Տիգրան երկրորդին ուղարկեցին պատանդության։ Ու այդ ժամանակին չիմանար այդ ուժերով լի եռանդուն երիտասարդը ընդամենը 25 տարեկան, որ իր կյանքի ապագա 25 տարիները պիտի անցնեն պատանդության մեջ, իր հայրենիքից հեռու, իր գահից հեռու, ու ով կիմանար, որ նա նորից պիտի վերադառնար ու տիրեր գահին։ Պատկերացրեք մեր թվարկությունից առաջ 95 թվականին, երբ Տիգրան երկրորդը 45 տարեկան էր, նոր նա կարողանում է վերադառնալ Հայաստան։ Ինչպես մահանում է հայրը Տիրան Տիգրանը, պատմության գրքերում սրանք շատ տարբեր են նշվում, ես ընդունում եմ Տիգրան անունը, որովհետև Տիգրան երկրորդը, Տիգրան առաջինը, այս տարբերակը ինձ համար ընդունելի։ Մի խոսքով գահը մնում է դատարկ, հավաքվում է հայոց վեհաժողով, որոշում են ինչ անեն և որոշում են պարթևներին զիջել 70 հովիտներ անունը կրող տարածքը ու անսահման քանակությամբ ոսկի և արծաթ, որպեսզի հետ վերադարձնեն թագավորին իր գահին։ Այս ամենի մեջ մասնակցում է նաև հասարակ ժողովուրդը։ Այդպես էլ լինում է, 95 թվականին մեր թվարկությունից առաջ վերադառնում է Տիգրանը և ով իմանար, որ հայոց պատմության մեջ սկսվելու է նոր էջ, փառապանծ էջ, ու այդ գյուղացին անգամ տեսնելու է տնտեսական աճ, իր կյանքի որակի տարբերություն։ Առաջինը, որ անում է Տիգրան երկրորդը, երբ նստում է գահին, նա ամուսնանում է Պոնտոսի թագավոր Միհրդադ IV-ի աղջկա Կլեոպատրայի հետ։ Խնդրում եմ այս Կլեոպատրային չշփոթեք Մարկոս Անտոնիոսի կնոջ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, սրանք տարբեր տարածքների թագուհիներ են, ժամանակաշրջանը մոտավորապես մոտ է, բայց Կլեոպատրան նաև մեր Տիգրան երկրորդի կինն էր։ Ու Տիգրան Մեծը Պոնտոսի հետ համաձայնություն է կնքում, որ բոլոր պատերազմներում նրանք պիտի ներկայանան դաշնակից։ Շուտով տեղի ունենում իրադարձություն, որը պիտի ազդեր Տիգրան Մեծի ու Կլեոպատրայի ընտանեկան կյանքի երջանկության, նրանց կյանքի ապագա ընթացքի և այսպես ճեղք մտցներ մարդկային հարաբերություններում։ Հայաստանը Հռոմի դեմ պատերազմ է սկսում, պարտվում և Պոնտոսը ստիպված է լինում իր տարածքի մեծ մասը զիջել Հռոմին։ Բայց այս մասին էլ դեռ շուտ է խոսել։ Դեռ Տիգրան Մեծն ու Կլեոպատրան պիտի ունենային 6 երեխա, 3 տղա, 3 աղջիկ, Տիգրան կրտսերը, Զարեհը, Արտավազդ երկրորդը, աղջիկներից մեզ հայտնի է Արիզադե անունով աղջիկը, մյուս երկուսը պատմիչների մոտ հիշատակվում են որպես Տիգրան Մեծի դուստրներ, որոնք գնացել են հարևան պետություն ներկայության և այսպիսով Հայաստանի ու հարևանների դիրքը վերածել բարեկամության։ Երբ Տիգրան կրտսերը հասնում է արդեն չափահասության տարիքին, Կլեոպատրան չմոռանալով այս դեպքը, համոզում է Տիգրան կրտսերին պատերազմ սկսել Հռոմի դեմ և հետ վերադարձնել իր հայրական տարածքները։ Այս ամեն ինչը կատարվում է Տիգրան Մեծի գահակալության ժամանակ, Տիգրան Մեծի մեջքի հետևում։
Կլեոպատրա թագուհուն պատմիչները ներկայացնում են որպես գեղեցկադեմ, սև մազերով, առատ մազերով, թուխ մաշկով, պինդ կազմվածքով գեղեցիկ կին եւ ժամանակի թելադրանքով, քանի որ բաց գույնի մազերն ու մաշկը նորաձև էին այն ժամանակ, պատմիչները պատմում են, որ նա ներկում էր իր մաշկն ու մազերը, որը ավելի հմայք էր տալիս նրան։ Այս հպարտ թագուհին, չմոռանալով հայրական տարածքների հետ կապված պատմությունը, մի խոսքով որդու Տիգրան կրտսերի հետ պատերազմ է սկսում Հռոմի դեմ։ Ինչպես է ավարտվում այս պատերազմը, կոմենտներում գրեք այո բառը, ես առանձին եթեր կանեմ եւ կպատմեմ այդ մասին։ Այսօր ես չեմ խոսի անգամ Զարեհի մասին, որը էլի հետաքրքիր կյանքի պատմություն է ունեցել, եւ կանդրադառնամ Արտավազդ II-ին, որը ժառանգել է հոր գահը հոր մահից հետո, անգամ նրան անվանում էին Արտավազդ Աստվածային։ Եթե մեր Տիգրան II-ին ասում էին արքայից արքա, Արտավազդ II-ին ասում էին Աստվածային արքա։ Իսկ ինչու՞, որովհետև նա աչքի էր ընկնում հատուկ կրթությամբ, նրա վրա մեծ ազդեցություն էր ունեցել նաև Պապը Միհրդադ IV-ը, որը ժամանակին իմաստուն եւ խիստ կրթված մարդկանցից մեկն էր, եւ իր դաստիարակությունը, ազդեցությունն է ունեցել թորան Արտավազդ II-ի վրա ու ոչ միայն նրա, այլ նաև մնացած 5 թոռների։ Միհրդադ IV-ի մասին անգամ պատմում էին, որ նա տիրապետում էր 22 լեզուների եւ ժամանակին խիստ, այսպես իմաստուն, զարգացած մարդկանցից մեկն էր։ Այսպիսով Արտավազդը այս կրթության, այս ժառանգության տեր թագավորը հայտնի է պատմիչներին անգամ իր ողբերգություններով Հռոմում, Հայաստանում, նրա մահից 150 տարի անցել, կարդում էին ողբերգությունները եւ դրանք այսօր էլ գրականագետների մոտ ներշնչանքի առարկա են։ Այսպիսով Արտավազդ II-ը ժառանգում է հոր գահը, բայց սա էլ է ուրիշ պատմություն ու այսօր նորից անցնենք Տիգրան II-ի կյանքի պատմությանը։ Բայց իմ համար, որպես արքայից արքա, նրա ծովից ծով Հայաստան դարձնելը չէր նվաճում, ինչպես գիտենք Հայաստանը այդ պահին ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատներ, եւ նա իր թագավորության ընթացքում ստեղծել էր քաղաքներ, որոնցից 4-ը Տիգրանակերտ անունով, որոնցից մեկն էլ մայրաքաղաքն էր։ Իմ համար այդ տարիների ամենամեծ նվաճումը հայկական ոգին էր, որը բարձրացավ, որը գենետիկ հասավ մինչև մեզ։ Տիգրան Մեծը իր գահակալության տարիներին սոցիալական բարեփոխումներ կատարեց եւ պատմիչները պատմում են Ստրաբոնը մասնավորապես, որ հասարակ գյուղացու կյանքը այնքան էր բարելավեր, որ նա կարողանում էր իրեն թույլ տալ թանկարժեք կտորներից հագուստ կրել եւ հայերը առանձնանում էին իրենց գլխարկները զարդարված թանկարժեք քարերով։ Տիգրան II-ին անհանգստացնում էր ժողովրդի կյանքը, զինվորի կյանքը, նրա մեծ նվաճումներից էր, որ զինեց զորքը, զրահապատեց։ Ինչպես գիտենք էլի պատմությունից, հայտնի է, որ մեր զորքի զրահների այդ շլացուցիչ փայլուն տեսքը արևի տակ սարսափ էր առաջացնում թշնամու մոտ եւ հպարտություն միջև օրս առաջացնում է մեր յուրաքանչյուրի մոտ։ Ու թշնամին չէր էլ ցանկանում նման զինված զորքի հետ մարտնչել։ Էլ չասեմ, որ հայկական զորքը այդ տարիներին հիմնականում բաղկացած էր նիզակավորներից, որոնք էլիտար զորք էին համարվում, եւ հասկանալի է, որ նիզակավորները հեռվից կարողանում էին շատ արագ թեթևացնել թշնամու շարքերը։ Տիգրան Մեծը իմ ուսումնասիրություններով աչքի է ընկել ժամանակին նաև իր արդար դատավարություններով, այսինքն մինչև նա այդ սոցիալական տարբերությունը ակնհայտ էր մարդկանց մեջ, բայց առաջին անգամ ի հայտ եկավ այդ արդար դատավարություն հասկացությունը ու հայտնի է, որ տարբեր երկրներից գալիս էին Տիգրան Մեծի մոտ լսելու նրա կարծիքը։ Մի առասպել պատմեմ, որ հասել է մեզ այդ տարիներից, լինում է մի հարուստ մարդ, որը կորցնում է 200 ոսկի։
Եվ նա խոստանում է, որ ով որ գտնի ոսկիների կեսը կտա նրան։ Գտնում է նրա ծառան, տալիս է քսակը տիրոջը, բայց հարուստը ժլատ էր եւ երկրորդ նա գտնում էր, որ ծառան պարտավոր էր վերադարձնել քսակը ու ասում, որ քսակի մեջ կար նաեւ թանկարժեք քար։ Այ երբ որ այդ քարը կվերադարձնես, ես ոսկիների կեսը կտամ քեզ։ Այս պատմությունը հասնում է Տիգրան II-ին, նա կանչում է երկուսին, լսում պատմությունն ու ասում հարուստին. Քանի որ դու ասում ես, որ քո քսակի մեջ կար թանկարժեք քար, այս քսակի մեջ չկա թանկարժեք քար, ուրեմն այս քսակը քոնը չէ։ Թող այն մնա ծառայի մոտ, մինչև կգտնվի տերը, դու էլ գոռա, բոլորին բարձրաձայնի, որ կորցրել ես քսակ, որտեղ կար 200 ոսկի եւ թանկարժեք քար, միգուցե այն որևէ մեկը գտնի եւ այն ժամանակ մենք կորոշենք ինչպես կիսել պարունակությունը։ Ասեմ, որ այս առասպելները հատուկ հպարտություն են առաջացնում իմ մեջ, որոնցից մեկն էլ ես կպատմեմ հիմա ու կավարտեմ այսօրվա պատմությունս։ Ասում են, որ Տիգրան Մեծը տուն վերադառնալիս միշտ անցնում էր ջրվեժների միջով ու հետը բերում ջուր։ Պատկերացրեք հոգնած զորք, որի ճանապարհը երկարում էր, բայց որ անպայման այն անցներ ջրվեժների միջով։ Ու ոչ ոք չէր համարձակվում արքայից արքային հարցներ, թե ինչն է պատճառը, մինչ տարիներ անց Արիազադեն աղջիկը հարցրեց հորը ու ստացավ հետևյալ պատասխանը. Ես անցնում եմ ջրվեժների միջով, որպեսզի իմ ու իմ զորքի վրայից մաքրեմ օտար փոշին։ Հայկական ջուրը ինձ հիշեցնում է իմ արմատներն ու իմ հայկական հոգին եւ այն ինձ ուժ է տալիս իմ նվաճումների ու հաղթանակների համար։ Հուսով եմ հայկական ջուրը բոլորիս է ուժ տալիս, այն մեզ անհրաժեշտ է, հատկապես մեր օրերում։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։ Ինչպես տեսնում եք, արդեն մենք նոր YouTube-յան ալիքով ենք հեռարձակվում, անգլատար Վարդուհի Սարգսյան, հուսով եմ ձեզ բոլորիդ բաժանորդագրված կտեսնեմ այս ալիքում իմ Histories from Vard ֆորմատով։ Առայժմ